Դերասանուհի Մարի Պետրոսյանն ով սկանդալային բաժանումից հետո բավականին քննարկվեց հանրության շրջանում, օրերս իր ինստագրամյան հարթակում հանդես էր եկել նոր հրապարակմամբ։ Սկզբում մենք ձգտում ենք ճշմարտությունն իմանալ, իմանալով չգիտենք, թե ինչպես մոռանալ։ Հրապարակի տեղեկություններով նրա ամուսնու նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Գործով նախաքննությունն ավարտվել է և այն արդեն դատարանում է։ Նշենք, որ Մարի Պետրոսյանի նախկին ամուսինը Գևորգ Անդրեասյանն է։ Մինչ այս դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել գրելով հետևյալը. «Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ, դա ձեր ամենագեղեցիկ էներգիան է»։ Գրառմանը կից նա տարածել էր տեսանյութ, որտեղ երևում էին մարմնի վրա բռնության հետքերը։ Մարի Պետրոսյանը հայտնել էր նաև, որ ամուսնալուծվել ու ներկայում իր 3 երեխաների հետ ապրում է առանձին։ Նշենք նաև, որ Մարին բաժանումից հետո եղել էր Ամալիա Հովհաննիսյանի Life-room հաղորդման հյուրը, որտեղ էլ ունեցել էր ծանր ու անկեղծ հարցազրույց։ Պատմություն, որը շատերին հուզեց և շատերին էլ զարմացրեց։ Ինչպիսին է եղել Մարիի կյանքը վերջին տարիներին և ինչու է նա անհետացել էկրաններից։ Վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից էր Մարի Պետրոսյանի հրապարակած տեսանյութը։ Տեսանյութում նա ցույց էր տվել ամուսնու կողմից ենթարկված բռնության հետքերը։ Նրա խոսքով բռնությունը շարունակական բնույթ է կրել։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո սկսվեցին շատ վատ օրեր։ 1 հարված, 2, 3 և շարունակվեց անընդհատ։ Ես մեծացել եմ կիսատ ընտանիքում, հայրիկիս հետ և ուզում էի պահել իմ ընտանիքը։ Պայքարում էի ընտանիքիս համար, անգամ այն դեպքում, երբ այդ ամենին ականատես էին լինում իմ երեխաները։ Մոտ 3 տարի է անընդհատ բռնություններ են եղել։ Արդեն ամեն ինչ շատ ծայրահեղ փուլի հասավ, որտեղ ես հասկացա կամ կապրեմ, կամ չէ։ Էլ ուժ չունեի ապրելու, էդ կենցաղում, էդ ընտանիքում։ Վերջին բռնությունից հետո որոշեցի կամ ապրել, կամ մեռնել, որովհետև մարմնով ապրում էի, բայց հոգեպես մահացած էի։ Որոշումս եղավ պայքարել, ապրել հանուն ինձ, հանուն իմ երեխաների, իմ ընտանիքի։ Մարին պատմում է, որ բռնությունները եղել են ամենածանր ձևերով՝ խեղդամահ անելու փորձեր, գետնին քարշ տալով տուն տանել, մազերից քաշելով տեղափոխել, բանալիներով հարվածներ, որոնցից մինչ այժմ ունի սպիներ։ Օրինակ եղել ատանից փախել եմ, գցել են գետնին, մազերիցս քաշելով տուն են տարել։ Մինչ հարցազրույցն ունեցած Ամալիա Հովհաննիսյանի հետ զրույցում Մարի Պետրոսյանն անգամ խոստովանել էր, որ վարսերը հավաքված են, քանի որ տեղ-տեղ մազերից պոկված են։ Այնպիսի վնասվածքներ եմ ունեցել, որ տեսանյութով ներկայացնել չեմ կարող և չեմ ուզում։ Այնպիսի վիճակ էր, որ ինձ խփում էր, ցավ չէի զգում։ Աչքս ուռել էր, փակվել, արյուն էր գալիս, բայց ես ոչինչ չէի զգում։ Արդեն սկսել էր սիրտս ու հոգիս ցավել, մոռացել էի ֆիզիկական ցավը։ Հոգու ցավ էր արթնացել ինձ մոտ։ Իմ մեծ տղան շատ ուշ խոսեց, 5 տարեկան, դրա հետևանքից, ապրումներից։ Ամեն ինչ մեծի նման հասկանում էր, միշտ շեշտում էր. «Մամ, հիշում ես, տեղ պապան քեզ խփեց։ Հիշում ես, արյուն էր գալիս, ես օգնել եմ, մաքրել ես»։ Միջնեկ տղաս էլ ա ականատես եղել շատ բաների, բայց ընդհանուր ցավ ապրել ա մեծս։ Նա էլ հոգեբանորեն ճնշված վիճակում է և իր հետ աշխատում են հոգեբանները։ Երրորդ երեխաս, աղջիկս, բռնության հետևանքով ծնվեց 6,5 ամսեկանում, 800 գրամ քաշով։ Մարին պատմում է նաև, թե ինչպես են շարունակական նվաստացումները կործանել իր ինքնագնահատականը։ Ինքնագնահատականիս վրա էր շատ ազդել նաև վերջին շրջանում։ Ամուսինս հաճախ էր ասում տգեղ ես, համակրելի չես։ Ինքս ինձ սկսել էի էդպես ընկալել, որ ես լավը չեմ, ինչպես ինքն էր նշում։ Լավը չեմ որպես կին, որպես մայր, որպես աղջիկ, տարբեր առումներով ինքնագնահատականս ցածր կետում էր։ Նույնիսկ ինքնասպանության փորձեր են եղել, բայց որոշեցի վերջնակալ քայլ անել ու ապրել։ Ընտրել կյանքը և ապրել հանուն ինձ, հանուն երեխաներիս և հանուն իմ ընտանիքի։ Անկեղծացավ դերասանուհին։ Նշենք, որ Մարի Պետրոսյանը դեռ 2019 թվականին Թերթ-ի հետ զրույց է ունեցել, որտեղ խոստովանել է. «Առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել։
Ազիզյանները սիթքոմից հեռուստադիտողներին հայտնի դարձած Մարին դեռ 22 տարեկան էր, երբ առաջին անգամ մայրիկ դարձավ։ Նա Թերթեյմի հետ ունեցած իր զրույցում պատմել էր բալիկի խնամքի, եթեր վերադառնալու և հետագա ծրագրերի մասին։ Մինչև երեխայի 1 տարեկան դառնալը հաստատ չեմ մտածի աշխատանքի մասին, որովհետև երեխայի ամբողջ խնամքով ես եմ զբաղվում։ Քանի որ դեռ փոքրիկ է, իմ խնամքը ուրիշ է, չեմ վստահի։ Որոշել եմ մինչև իր 1 տարեկան լռանալն ամբողջությամբ ինքս զբաղվել իրենով և աշխատանքի մասին չմտածել, ասել էր Մարին։ Եթեր վերադառնալու մտադրություն դերասանուհին ամեն դեպքում ուներ, սակայն ասում էր, որ ուզում է իրեն նոր կերպարով և նոր ձևաչափով փորձել։ Երեխայի մի քիչ մեծանալուց հետո անպայման կմտածեմ աշխատանքի մասին։ Եթե լինի նախագիծ, մեծ սիրով կնկարահանվեմ, բալիկիս խնամքի համար արդեն կմտածեմ դայակի մասին։ Սակայն դա ավելի ուշ, երբ ժամանակը գա, տարբերակներ կմտածեմ։ Կարծում եմ կարելի է համատեղել կարիերան երեխայի խնամքի հետ։ Կրկին եթեր հայտնվելու մասին Մարին հստակ պատկերացումներ ուներ, պետք է նախորդից տարբերվող կերպար լինի։ Վերադարձս պետք է շատ հետաքրքիր և նոր լինի։ Եթե կրկնվող ինչ-որ բան զգամ, առաջարկը չեմ ընդունի։ Ինձ ստիպող որևէ բան չկա, որ աշխատեմ, այդ թվում գումարը։ Չեմ ցանկանա հաջորդը ևս սիթքոմ լինի։ Չեմ կարծում, որ կրկին հանդես կգա։ Նրա խոսքով դեռ այն ժամանակ իր ամբողջ ժամանակը տրամադրել էր 3-ամսական որդուն։ Հիմա միայն երեխան, նրա հետ զբաղմունքները նրան մեծացնելն են կազմում օրս։ Եթե անկեղծ ուրիշ որևէ բանի մասին չեմ էլ մտածում, միայն երեխայիս մասին եմ մտածում, չնայած երբեմն պահ է գալիս, հոգնում ես, ուզում ես դուրս գալ, աշխատել, բայց հիմա, ինչպես ասում են, հետծննդաբերական դեպրեսիայի մեջ եմ, այս պահի դրությամբ ընդհանրապես պատրաստ չեմ ակտիվ աշխատանքի վերադառնալ։ Դերասանուհին ժպիտով նշեց, որ չնայած կեղծ ծանրաբեռնվածությանը, զբաղվածությունն իր համար անչափ հաճելի է։ Զբաղվածությանս մասին ուղղակի չեմ կարող խոսել, որովհետև չես էլ նկատում, թե օրդ երբ ինչպես է սկսվում և ինչպես ավարտվում։ Ամեն վայրկյան երեխան է թելադրում ինչ ու ինչպես անես, որտեղից սկսես, որտեղ ավարտես։ Մինչև իր քնելը հոգնածություն չեմ զգում, բայց հենց պառկում եմ, զգում եմ, որ վերջ, սպառված եմ։ Իհարկե, երբ երեխայի ժպիտը տեսնում եմ, աշխարհին բոլորովին այլ անկյունից եմ նայում, միայն լավն եմ տեսնում։ Հետաքրքիր է, բայց շնորհիվ երեխայի ստացած էներգիայի, նախկինում եղած բացասական ոչ մի բան հիմա ինձ վրա չի ազդում, ասել էր Մարին ու ծիծաղելով հավելել, որ շատ է բարյացել։ Հարցազրույցի վերջում նա ցանկացել էր նաև ավելացնել. Ես հասկացել եմ, որ առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել։ Իմ օրը, կյանքն ու առհասարակ ամեն ինչ փոխվել է իմ բալիկի ժպիտով։ Եվ ես հոգեպես լցվել եմ բալիկովս, ինձ լիարժեք լավ մարդ եմ զգում։ Բոլոր աղջիկներին անկեղծ ցանկանում եմ զգալ մայրիկ լինելու այս երջանկությունը։